Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիկմետ Հաջիևը հայտարարել է, որ Երևանը Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունները քննադատելու փոխարեն պետք է համագործակցի ադրբեջանական իշխանությունների հետ եւ մեջբերում հանձնի այն անձանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ եւ այս պահի դրությամբ թաքնվում են Հայաստանի տարածքում։ Այս մասին Հաջիևը գրել է X-ի իր օգտահաշվում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Կուրսկի մարզում գործող ստորաբաժանումներին հաջողվել է 3 նոր բնակավայր գրավել։ Խոսքը Կուրսկի մարզի արևմտյան հատվածում գտնվող Վիկտորովկա, Նիկոլաևկա եւ Ստարայա Սորոչինա գյուղերի մասին է։ Անկախ աղբյուրները Ռուսաստանի ռազմական գերատեսչության այս հաղորդագրությունը դեռ չեն հաստատում։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա դա կնշանակի, որ ռուսաստանցի զինվորականները հյուսիսից ընդհուպ մոտեցել են նախորդ տարվա օգոստոսին ուկրաինական զորքերի կողմից գրավված Սուջա շրջկենտրոնին։ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոբրոպոլե քաղաքի բնակելի թաղամասերին հասցված ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Դոնեցկի մարզի Կիևի վերահսկողության տակ գտնվող հատվածին հասցված այս հարվածի հետևանքով 30 մարդ է վիրավորվել։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն վնասվել են 8 բնակելի, 1 վարչական շենքեր եւ 30 ավտոմեքենա։ Վերջին օրերին Սիրիայի ծովափնյա շրջաններում նախ եւ առաջ Լաթաքիայում եւ Տարտուսում տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն կառույցի ղեկավար Ռամի Աբդուլ Ռահմանը։ Նրա խոսքով զոհերի ճնշող մեծամասնությունը Սիրիայի բնակչության ավելի քան 10% կազմող ալավիների համայնքից են։ Սիրիացի իրավապաշտպանի խոսքով սպանությունները կատարվել են կառավարական զորքերի եւ դրանց հետ համագործակցող զինյալների կողմից։ Առնվազն 12 մարդ է վիրավորվել Կանադայի խոշորագույն քաղաքում։ Տորոնտոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան քաղաքի փաբերից մեկում։ Կանադական ոստիկանության տեղեկություններով վիրավորներից առնվազն 6-ը հրազենային վիրավորումներ ունեն, նրանց կյանքին սակայն վտանգ չի սպառնում։ Նախնական տեղեկությունների համաձայն հարձակման հեղինակները 3-ն են եղել, նրանց հաջողվել է անարգել լքել հանցագործության վայրը։ Հարձակման դրդապատճառների մասին այս պահին որևէ բան հայտնի չէ։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն այսօր առավոտյան ազատ է արձակվել Սեուլի քննչական մեկուսարանից, որտեղ պահվում էր հունվարի 26-ից պետական հեղաշրջման մեղադրանքով։ Հարավային Կորեայի նախագահն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը վճռել է, որ դատախազությունը նախագահին մեղադրանքներ կայացնելու ընթացքում խախտել է օրենքով սահմանված ժամկետները։ Հարավային Կորեայի նախագահի դեմ քրեական գործ էր հարուցվել նախորդ տարեվերջին տեղի ունեցած իրադարձություններից հետո 2024-ի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը փորձել էր երկրում ռազմական դրություն հայտարարել եւ ցրել խորհրդարանը, որում ընդդիմությունը մեծամասնություն էր կազմում։